Հրապարակ թերթը գրում է Մատենադարանում կրթվել են նորաձև է հանդիպմանը ամուսինները Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը գնացել են ոչ թե միասին, այլ առանձին, որ իրենց դիմավորելու արարողություններն առանձին նկարահանվեն եւ տարածվեն։ Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն էլ ստիպված է եղել նրանց առանձին շենքի մատույցներում դիմավորել եւ ուղեկցել, ընդ որում նույն արարողակարգով են եւ Փաշինյանին եւ Աննա Հակոբյանին դիմավորում։ Ժողովուրդ օրաթերթը գրում է իշխանությունները դեռ հույսները չեն կտրում, որ ինչ-որ բան կպատահի ու ապրիլի 16-ին ընդդիմադիրները Վարդան Ղուկասյանին չեն կարողանա ընտրել Գյումրու քաղաքապետի պաշտոնում։ Ժողովուրդ օրաթերթի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը կարծես թե այդ ուղղությամբ աշխատում է տարբեր բանագնացների միջոցով ու թիմակիցներից գաղտնի է պահում, որպեսզի հասկանա կարող է գործը գլուխ բերել նոր հայտարարի դրա մասին։ Ու դա է եղել պատճառը, որ նախորդին ԿՊ վարչության նիստին կրկին կանչել է Շիրակի մարզպետ Դավիթ Արոշանյանին ու ԿՊ Գյումրու քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանին, հասկանալու համար, թե ինչ տրամադրություններ են մարզում ու ինչ կարելի է անել, որ իշխանափոխություն Գյումրիում չսկսվի։ Իհարկե նաև մեղադրելով թիմակիցներին ավականու ընտրություններում պարտվելու համար։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ ԿՊ-ականները սպասում են, որ հնարավոր է Փաշինյանին հաջողվի ընդդիմադիրներին պառակտել ու տապալել Գյումրու քաղաքապետի պաշտոնում Վարդան Ղուկասյանի ընտրվելը։ Եթե չընտրեն, նշանակում է կհաղթի ԿՊ-ն, բայց ընդդիմադիրներն էլ հայտարարում են, որ իրենք թույլ չեն տալու ԿՊ-ին Գյումրիում իշխանություն ունենալ։ Հրապարակ թերթը գրում է Վիլեն Գաբրիելյանի մանդատը վայր դնելուց հետո ԿՊ-ում թեպետ շատերի աչքն է պաշտպանության մշտական հանձնաժողովում նրա թափուր տեղի վրա, սակայն մեր տեղեկություններով այն կզբաղեցնի նրան փոխարինած Արտյոմ Մերաբյանը, ռազմաարդյունաբերության կոմիտեի արդեն նախկին նախագահ։ Չնայած Վիլենից հետո ԿՊ ցուցակում հաջորդը 100-րդը Արշակ Օրդուխանյանն է, սակայն նա հրաժարվել է մանդատից, բիզնես գործունեություն է ծավալում եւ 101-րդ համար Արտյոմ Մերաբյանն է վերցրել մանդատը ժողովրդավարական հայրենի կուսակցության փոխնախագահ Վաղամերիկ Ղուկաս Մերաբյանի որդին։ Հրապարակ թերթը գրում է ԿՊ-ից վտարված падգամավորներ Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը հերթական փորձությունն են պատրաստել երբեմնի գործընկերների համար։ Նրանք պատրաստվում են շրջանառության մեջ դնել ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծ, առաջարկելով քվեարկությունների ժամանակ քվեատուփերը հակառակ շրջված դնել, որպեսզի ընտրողը քվեախցիկում թիկունքով կանգնած լինի ընտրական հանձնաժողովի անդամներին ու դիտորդներին եւ նրանք տեսնեն ընտրողի գործողությունները։ Նախագծի հեղինակներն այդպիսով նպատակ ունեն կանխել ընտրողի նկատմամբ քաղաքական ուժերի ազդեցությունը, մասնավորապես հեռախոսով քվեաթերթիկը, ընտրության պրոցեսը նկարելու հնարավորությունը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է 67,000 դրամանոց ճարմանտ, 1 միլիոնանոց շարֆեր, ինչ գնումներ են կատարել, ինչ նվերներ են ստացել իշխանությունները։ Ազգային ժողովի պատվիրակությունների համար ձեռք բերած նվերները ոչնչով չեն զիջում ստացած նվերներին, թերևս միայն արժեքով։ Վերջերս գրել ենք, որ Ալեն Սիմոնյանին նվիրել են 925 հարգի արծաթյա ճարմանտ տղամարդու, որը զարդարված է եղել չեխական գրանատ քարերով։ Ճարմատն արժեցել է 67,270 դրամ։ Սիմոնյանը գումարը փոխանցել է պետությանը։ Իսկ ազգային ժողովը պատվիրակությունների համար ձեռք է բերել շարֆեր, փողկապներ եւ թվիլիներ։ Շարֆերի արժեքներն են 14,900 դրամ, 69,900 դրամ, 45,900 դրամ, 59,900 դրամ։ Ձեռք է բերվել ընդհանուր առմամբ 48 շարֆ 1,025,000 դրամով։ Փողկապն արժեցել է 59,900 դրամ, գնվել է 3 փողկապ, որոնց համար վճարվել է 179,700 դրամ։ Թվիլիններն արժեցել են 15,900 դրամ, գնվել է 4 հատ եւ վճարվել է 63,600 դրամ։ Գնման այս պայմանագիրն արժեցել է 1,268,500 դրամ։ Փաստ օրաթերթը գրում է Նիկոլ Փաշինյանի հիմնական զենքերից մեկը հասարակության տարբեր շերտերի միջև բուռն ենթագիտակցական մակարդակի ձգտող ատելության սերմանումն ու խորացումն է։ Իմաստավորի Փաշինյանի ու նրա ԿՊ-ի հիմնական քաղաքական քարոզչական գծերից մեկը հետևողական տարիներ շարունակ ծավալված ատելության սերմանումն ու խորացումն է Արցախի ու արցախցիների դեմ։ Սա Փաշինյանի դեպքում միշտ է եղել, բայց հիմա մեր այս օրերում Արցախի ու Արցախի հայության դեմ ատելության քարոզ
երաժշտությունը շատ ավելի խորացված եւ համակարգված է իրականացվում Փաշինյանական քարոզչա հեծանիվի կողմից մոբիլիզացնելով իրենց բոլոր սատելիտներին, ֆեյքերին, մարգինալ կերպարներին։ Հատկապես վերջին շրջանում արցախցիների նկատմամբ ատելությունը, չարությունը Փաշինյանականները հանրային հարթակներ լցնում են հսկայական չափաբաժիններով։ Այս ճանապարհին նրանք կիրառում են նաեւ սոցիալական աջակցության թեման։ Հասկանալի է այն նախատեսված է առավելապես մակերեսային ընկալում ունեցող զանգվածների համար։ Մասնավորապես նման մարդիկ լսելով օրինակ 40 գումարած 10,000-ական դրամ աջակցության մասին, ասում են ինչով ենք վատ արցախցիներից, որ նրանց սոցիալական օգնություն գումար են տալիս, մեզ չեն տալիս։ Հաշվարկը հետևյալի վրա է։ Այդ մասան չի խորանալու այն բաների վրա, որ արցախցիներին տնազուրկ, հայրենազուրկ են դարձրել հենց Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը։ Նրանք իրենց չեն ասելու, բայց չէ որ այս մեր հայրենակիցներն ամեն ինչից են զրկվել։ Հասկանում եք, ամեն ինչից դրա համար էլ ստանում էին այդ չնչին աջակցությունները։ Իսկ այն մարդիկ, որոնց ուղեղում թշնամական թեզեր են գեներացնում արցախցիների նկատմամբ, բարեբախտաբար դեռ իրենց տներում են, իրենց բակերում ու դրա կարիքը չունեն։ Էլի բարեբախտաբար Նիկոլ Փաշինյանի ձեռքերը դեռ այդ տարածքներին չեն հասել։ Սա գոնե հնարավոր է հասկանալ։ Ժողովուրդ օրաթերթը գրում է, երեկ Արմլուր.am-ը գրել էր, որ Ազգային ժողովի աշխատակազմը դրական եզրակացություն է տվել ընդդիմության նախագծին ստեղծելու Ազգային ժողովի ՔՊ խմբակցության падգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքի դրսևորման մասով էթիկայի հանձնաժողով։ Ժողովուրդ օրաթերթի ՔՊ-մերձ աղբյուրները փոխանցում են, որ իշխանական ֆրակցիայում մեծ խանդավառություն կա այս հարցում ու կարելի ասել սրտատրոփ սպասում են, թե երբ կքննարկեն ու կորոշեն, թե իրենց խմբակցությունից ովքեր կլինեն այդ հանձնաժողովի անդամները։ Ըստ մեր տեղեկությունների ՔՊ-ականները Քոչարյանի հարցով պատրաստ են ընդդիմադիր ֆրակցիաների հետ աշխատել, քանի որ տևական ժամանակ է լուրջ հակասություններ ունեն Անդրանիկ Քոչարյանի հետ։ Նշենք, որ դեռևս անցած տարի նոյեմբերից ՔՊ-ականների ու Քոչարյանի միջև այնքան էին լարվել հարաբերությունները, որ նրանք նպատակ էին դրել խմբակցությունով քննարկելու Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին պաշտոնից զրկել։ Քոչարյանը ստիպված եղավ ՔՊ-ական երկու падգամավորից Հրաչյա Հակոբյանից եւ Սիսակ Գաբրիելյանից ներողություն խնդրել, հարթելով իրավիճակը, բայց խմբակցությունում դեռևս կան падգամավորներ, որոնք ամեն գնով ցանկանում են Քոչարյանին պաշտոնանկ անել, քանի որ վերջինս ամեն առիթով վիրավորում ու զրպարտում է իր գործընկերներին, եւ այս առումով հանձնաժողովը ՔՊ-ականների սրտով է նրան իր տեղը ցույց տալու համար։ Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանի հետ վերջին միջադեպը տեղի ունեցել մարտի 20-ին։ Լրագրողների հետ ճեպազորույցի ժամանակ Անդրանիկ Քոչարյանը կոշտոնով պահանջել է լրագրող Հրիփսիմե Ջեբեջյանին հեռանալ իր կողքից, հայտարարել, որ նա իրեն խանգարում է, սպառնացել է չհեռանալու դեպքում հարցազրույց չտալ նաև այլ լրագրողների, իսկ վերջում մեկնաբանություն արել լրագրողի շուրթերի վերաբերյալ։ Անդրանիկ Քոչարյանը հետո նաև հայտարարել է, որ չի պատրաստվում ներողություն խնդրել, իսկ հաջորդ օրը իր գլխավորած հանձնաժողովի նիստում հավելել էր, որ իր ասացի մեջ վիրավորական ոչինչ չի տեսնում եւ որ պարզապես մեջ բերել է Բագրատ Սրբազան Գալստանյանին իրականում ստելով։